Հարգելի գործընկերներ, ես ճիշտն ասած այս նախագծի հետ առնչվելիս մտածում էի, թե երբեմն ինչքան դժվար է, որ մենք ձևակերպենք եւ բարձրաձայնենք, ոչ թե բարձրաձայնենք, այլ որոշման աստիճանի հասցնենք այն, ինչ մտածում ենք, ընդ որում մտածում ենք երկար ժամանակ։ Այսինքն բաներ կա, որ մենք մտածում ենք, ընդ որում լինելով բարձրաստիճան պաշտոնյա, նախարար, կառավարության ղեկավար եւ այլն, բայց այդ մեր մտածածը չի ստացվում բարձրաձայնել։ Օրինակ, այս թեման ես երբեք չեմ հասկացել եւ մի քանի անգամ փորձել եմ ավելի լավ հասկանալ, թե ինչի 36 տարեկանին չի կարելի ոստիկանությունում ծառայության մտնել։ Եվ այս թեման ես նոր որ դուք զեկուցում եք եւ այս նախագիծը եւ ես ինձ ասում եմ, բայց արդեն 7 տարի ես այդ մասին մտածում եմ ու քննարկում ենք։ Ինչի է, այս որոշումը ինչի է այսքան ձգվում։ Եվ բարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում մանավանդ, չգիտեմ ինչի կանանց դեպքում այդ հարցը տենց սրվեց, նաև հասակի բոյի խնդիրը առաջացավ, հիմա դա հանել ենք, հույս ունեմ, թե դե չենք հանել։ Հիմա օրինակ տեսեք ես ինչ եմ մտածում, մենք եկանք ասացինք, գիտեք ինչ, եթե դուք այսքան հասակ ունեք, ձեզ կարող ենք բարեկային ոստիկանությունում աշխատանքի ընդունել, եթե այս հասակի ցածրը մենք չենք ընդունում։ Ու ես այդտեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում, որը ընդհանրապես մեր ինստիտուցիոնալ կամ ոչ միայն ինստիտուցիոնալ խնդիրը բացահայտում է։ Այդ մարդը ծնվել է այդքան, հասկանում եք։ Այդ մարդը այդքան է։ Այդ մարդը չի կարող անենցան ինքը եթե 1.35 է իր բոյը կամ 1.40 է, չի կարող այդ մարդը ոչ մի օբյեկտիվ բան անի, որ իր բոյը դառնա 1.57։ Բայց մյուս կողմից, եթե ասենք օրինակ մենք տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաշի ստանդարտները անգամներով բան են անում, գերազանցում են, մենք իրան բան չենք ասում։ Մարդը հիմա բնություն իրան տենց է ստեղծել։ 1.49 է այդ մարդու, ասում են քեզ չենք ընդունում աշխատանքի։ Բայց որ մարդը ասենք ենթադրենք 1.53 լինի, ընդ որում չեմ ուզում body shaming-ի մասին չի խոսքը, բայց ես կարծում եմ, որ այն զինվորական տրամաբանության ծառայության դեպքում մենք կարանք այդ ստանդարտը դնենք։ Խնդրում եմ ճիշտ հասկանանք, որովհետև ես ինքս էլ ավելորդ քաշով տառապող եւ ինչպես շատերը, բայց զինվորական ծառայության մեջ ասենք մարդը 153 սանտիմետր է, 177 կիլո, օրինակ, մենք իրան բան չենք ասում։ Բայց որ մարդը 149 սանտիմետր բոյ ունի, դե այդ մարդը ասում է, ինչ անեմ բայս հիմա լավ։ Ինչ անեմ, գնամ, որտե գնամ բոյս 2 սանտիմետր երկար է։ Այսինքն ինչ որ մեր այդ մարդու կոնտրոլից դուրս է, մենք ասում ենք քեզ չենք ընդունում։ Ինչը ցույց է տալիս ինչքանով է ինքը կարգապահ, ինչքանով է իր վրա ի վիճակի աշխատել, դա ասում ենք հա ոչինչ նորմալ է։ Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է մտածում։ Ես չգիտեմ, եթե այդ բանի բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Այսինքն ինչ, որ մարդը ենթադրենք 130 սանտիմետր է բոյը։ Հիմա բնությունը իրան տենց է ստեղծել, ինչ։ Գնա ոստիկանություն, ասեն դե բոյդ կարճ է, գնա դպրոց, ասենք բոյդ կարճ է, գնա ուր գնա, ասեն բոյդ կարճ է։ Բա ինչ անի այդ մարդը լավ։ Այսինքն չենք հարցնում, դուք ի վիճակի ես այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունես, թե չունես, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս տրամաբանություն, ու բայց խնդրեմն այդ չի, խնդրեմն այն է, որ 7 տարի է մենք սրա մասին մտածում ենք ու երբեմն վախենում ենք բարձրաձայնենք, դե որ ասում ենք դե լավ, դե 70 տարի է, 35 տարեկանն է, էլի, բայց արժի որ այդ բանը փոխել ու դրա ես չգիտեմ ոնց է աշխատում, ոնց ենք անում ու իմ եզրակացությունն է նա, որ ուղղակի որ այս կետին հասել ենք, դրա պատճառը հետևողականությունն է, որ մի անգամ չենք խոսել փակել,
Այլ էլի առիթ օգտագործել ենք, խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք։ Եթե օրինակ նույն տրամ ես շատ ուրախ եմ, նույնիսկ չեմ այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի։ Նույնիսկ չեմ հավատում, որ սա հնարավոր է։ Թվում է թե պարզ բան է, որ մենք ասել ենք լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն այո, ինքը կարա գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, որովհետև մենք բոյը ինչ կապ ունի, կարևորը ինքը ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի, հասկանում եք, որը մարդուց է կախված։ Եվ այս գործելակերպը այսինքն շղթայական, սենց ամեն ինչ ծռելով, որ ստարտի կետը ծուռա դրած, մնացած ամեն ինչը ծռվում գնում է։ Եվ հետևաբար ես ուզում եմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի, այսինքն հանում ենք, չէ՞, ընդհանրապես տարիք։ Բայց ուզում եմ անկեղծ ասեմ, որ լավ 6 տարի այս թեման ես պարբերաբար մեր գործընկերների հետ անընդհատ քննարկել եմ, սենց նայել ենք ու ուրախ եմ, որ եկել այս կետին ենք հասել։ Բայց հիմա համայնքային ոստիկանության համար ատեստավորման կարգը նոր ենք մտցնում, հա, քանի որ նոր է ձևավորվեց ծառայությունը։ Պարոն վարչապետ, ատեստավորումը վերաբերում է բոլոր ուղղություններին։ Պարզապես հետևյալն է խնդիրը, եթե նոր ընդունված կադրի հետ գործ ունենք, կադրը հնարավորություն է ստանում մասնակցելու ատեստավորման process-ին ընդունվելուց հետո 6 ամիս անց։ Քանի որ սա նաև աշխատավարձային քաղաքականության տրամաբանության մեջ գրավչության պակասի խնդիրի առաջ է կանգնեցնում մեզ, մենք ասում ենք հետևյալը. ունենք շուրջ 700 թափուր հաստիկներ, հայտարարում ենք բաց ընդունելություն, եւ թե քաղաքացիական անձինք, թե մեր գործող ծառայողները կարող են մասնակցել այս ընդունելությանը։ Ընդունվում են, բայց պարտադիր անցնում են ՆԳՆ կրթահամալիրով, կրթական համապատասխան process-ով, դրա արդյունքում, եթե հաջողությամբ ավարտում են կրթությունը, ստանում են արդեն ատեստավորման չափ հավելավճարներով դրամական բավարարում, ոչ թե 250,000 դրամ, եթե ստանդարտ ընթացակարգով կընդունվեին աշխատանքի, այլ միանգամից միջին խմբի դեպքում պայմանական շուրջ 500,000 դրամ դրամական բավարարում։ Սա արել էինք նաև քրեական ոստիկանության դեպքում եւ ասեմ, որ բավական մեծ ընդունելության թիվ ունեինք թե քաղաքացիական անձանց մասով եւ թե նաև կանանց մասով ունեցել ենք դիմելիություն։ Սա ըստ էության լրացուցիչ խթան է, որպիսի ոչ միայն գործող ծառայողները ստանդարտ ատեստացիոն process-ով անցնելու պայմաններում ատեստավորվեն եւ ստանան դրամական բավարարում, այլ նոր ընդունվող ծառայողների համար մեկ անգամյա օգտագործման պատուհան է, որը որ թույլ կտա մի կողմից համալրել թափուր հաստիկները, մյուս կողմից անձանց ավելի գրավիչ պայմաններով աշխատանք առաջարկել ոստիկանության Բայց քրեական ոստիկանությունը ոնց որ չհաջողվեց, չէ՞, առանձնապես մեծ տոկոս ապահովել քաղաքացիական նոր եկած մարդկանց։ Քրեական ոստիկանության դեպքում շատ մեծ տոկոս չունեցանք, պարոն վարչապետ, բայց ասեմ, որ բնույթն է կարևոր աշխատանքի, որովհետև եթե նույն քաղաքացիական անձին շատ ավելի տրամաբանական տարբերակով կարող են անցնել պարեկային ծառայությունում աշխատանքի, քրեական ոստիկանության դեպքում պիտի մեր տրամաբանությամբ ունենանք հերթական շրջափուլով անցած աշխատող որպես այդպիսին պարեկային ծառայություն, հետո համայնքային ոստիկանություն, հետո նաև քրեական ոստիկանություն, եւ առավելապես ընդունելության շրջանակներում ունեցել ենք դիմորդներ, որոնք որ ՏՏ ոլորտում են ունեցել նվաճումներ, այսինքն կիբերհանցավորության դեմ պայքարի վարչությունում կոնկրետ ունեն քաղաքացիական անձինք, որոնք բարեհաջող այս process-ը անցել են ու ընդունվել են աշխատանքի։ Փոքր թիվ ունեցել ենք նաև կանանց եւ տղամարդկանց ստորին օղակներում, այսինքն ստանդարտ քրեական ոստիկանության աշխատանքում ներգրաման, բայց հաշվի ենք առել աշխատանքի բնույթը, որպիսի ցանկացած անձ, ով որ գոնե թե պոտենցիալը ունի քրեական ոստիկանության աշխատանքի, նոր միայն կարողանա անցնել այդտեղ աշխատանքի։ Կարծում եմ համայնքային ոստիկանության ֆունկցիոնալը նկատի ունենալով, որն առավելապես նաև նման է պարեկային ոստիկանության աշխատանքին, կկարողանանք ավելի մեծ թվով քաղաքացիական անձինք ներգրավել եւ նաև պահպանում ենք մեր այն սկզբունքը, որ 30%-ը հատկացնելու ենք կանանց տեղերին այս ընդունելության շրջանակներում։ Հիմա Տիկին Սարգսյան, այս փոփոխություն նշանակում է մարդը օրինակ ենթադրենք հաշվապահ աշխատել, լսում է ինչ որ իմաստով ուզում է փոխի իր աշխատանքը, հիմա մեզ լսում է, ասենք ենթադրենք 47 տարեկան է։ Ինքը հիմա կարա լսում այս ուղերձիրան վերաբերվում է, որ օրենքի ընդունման ուժի մեջ մտնելուց հետո ինքը կարող է դիմել եւ ծառայության անցնել
համայնքային ոստիկանություն եւ այդ կրթական ծրագիրը անցնելուց հետո ինքը արդեն ատեստավորման մակարդակի աշխատավարձ կունենա։ Այո, պարոն վարչապետ, տվյալ հաշվապահը ենթադրվում է, որ ունի նաև բարձրագույն կրթություն, բակալավրի որակավորում։ Բարձրագույն կրթությունը պարտադիր է, որտեղ պարեկայինում մենք պարտադիր չենք համարում։ Այո, բակալավրի որակավորում պիտի ունենա անձը, եթե տվյալ տարիքային խմբում է, ապա կարող է դիմել եւ ասեմ, որ հաշվի առնելով բարձրագույն կրթության բաղադրիչը միանգամից կստանա, եթե չունի այլ զինվորական կոչումներ նախկինում փորձառությունից, լեյտենանտի կոչում որպես այդպեսին կունենա, այսինքն միանգամից սպայական կոչումներ եւս կշնորհվեն նրանց։ Ես կարծում եմ սա էլ այն դեպքն է, որ մենք հնարավորինս լայն իրազեկենք քաղաքացիներին եւ մեր սիրելի քաղաքացիները, ովքեր այդքան էլ գոհ չեն համայնքային ոստիկանության աշխատանքից, կարող են եւ նաեւ նրանք, ովքեր գոհ են, կարող են դիմել եւ համայնքային ոստիկանություն ծառայության մտնել, որ เป զի իրենցով բարելավեն համայնքային ոստիկանության եւ ընդհանրապես ոստիկանության աշխատանքը։